Իսկ տղամարդկանց մոտ տեստոստերոնի նվազումը սեռական ցանկության պասիվությունը կապված է խոլեստերինի խնդիրների հետ։ Թե սա միֆ է։ Կապված է, ուրեմն խոլեստերինի բարձրացումը ինքնին խոսում է արդեն նյութափոխանակության խանգարման մասին։ Նյութափոխանակության խանգարումները երկու ձևով կարող են նվազեցնել տեստոստերոնը։ Առաջին հերթին այն մեխանիզմով, որը արդեն նշեցինք, որ քանի որ անոթների վնասում է գնում բարձր խոլեստերինից, նաև տուժում է արտադրությունը տեստոստերոնի։ Եվ մյուս ճանապարհը նա է, որ իրականում ինչքան շատ է ճարպային շերտը տղամարդկանց մարմնում, այնքան շատ է այդ ճարպային շերտում տեստոստերոնի եւ էստրոգենի, այսինքն կանացի հորմոնի փոխակերպումը ուժեղանում։ Մենք չպետք է պատկերացնենք ճարպային շերտը որպես пассив օրգան։ Իրականում այդ ճարպային, հատկապես որովայնային ճարպը դա ակտիվ օրգան է, որտեղ որ անընդհատ հորմոնալ փոփոխություններ են կատարվում։ Ու հենց այդ է պատճառը, որ երբ որ կա որովայնային հենց կարևորը որովայնային ավելորդ ճարպակալում, այդ ժամանակ մեր տղամարդկանց մոտ շատ հաճախ ունենում ենք սեռական ցանկության անկում, ունենում ենք էրեկտիլ դիսֆունկցիա, հոգնածություն, թուլություն։ Ու հենց այս ինչ որ նշեցի, դրանք են տեստոստերոնի նվազման ախտանշանները։